Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի։ Օդանավակայանում նրան դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն եւ պաշտոնատար այլ անձինք։ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, Հայաստանի ազգային ժողովի падգամավոր Շիրակ Թորոսյանը եւ այլք։ Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով։ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել մարդու իրավունքների վերաբերյալ Վրաստան-Եվրամիություն երկխոսության շրջանակում ծրագրված հանդիպման հետաձգման վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշված է, որ 2025 թվականի նոյեմբերի 21-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը հետաձգվել է եվրոպական կողմի որոշմամբ։ Եվրամիության կողմից Վրաստանի հետ բոլոր մակարդակներում երկխոսության կասեցումից հետո մենք նշված հանդիպումը դիտարկել ենք որպես Եվրամիության հետ շփվելու հնարավորություն, այդ թվում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մեր հասարակությունը հաճախ քննադատություն է լսում Բրյուսելից։ Վրացական կողմը զգալի նախապատրաստական աշխատանք է կատարել Եվրամիության կողմին օրակարգային հարցերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն տրամադրելու համար, եւ հենց այդ կարիքները հաշվի առնելով է ձևավորվել վրացական պատվիրակությունը համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ։ Ցավոք, չնայած վրացական կողմի պատրաստակամությանը, եվրոպական կողմը հետաձգել է վերոնշյալ հանդիպումը, բացարձակապես անընդունելի եւ անհիմն պատրվակով, ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Գերատեսչությունից նաեւ կարծիք են հայտնել, որ Բրյուսելը պատրաստ չէ լսելու վրացական կողմի հիմնավորված դիրքորոշումները, այդ թվում այն հարցերի շուրջ, որոնք օգտագործվել են Վրաստանի հետ քաղաքական երկխոսությունը կասեցնելու համար։ Վրաստանում քաղաքացիական հասարակությանն աջակցելը դժվար է, քանի որ կառավարությունը շատ ուշադիր է վերաբերվում նրան, թե ում ենք մենք գումար տալիս։ Այս մասին ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը Եվրամիության ընդլայնման ֆորումում Վրաստանի մասին հարցին պատասխանելով։ Նրա խոսքով Վրաստանի ներկայացուցիչը նույնպես ներկա է եղել Եվրամիության թեկնածու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Վրաստանում քաղաքացիական հասարակությանն աջակցությունը կրկնապատկվել է եւ ավելի շատ կլինի։ Այժմ մենք փնտրում ենք նրանց գումար փոխանցելու եղանակներ առանց նրանց վնասելու։ Թուրքիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ցուցաբերած կամքը, նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացն ուժեղացրել են տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հույսերը։ Համակարգում ենք Ադրբեջանի հետ աշխատանքները Հարավային Կովկասում կայունության հաստատման եւ տարածաշրջանում ընդհանուր բարգավաճման գոտի ստեղծելու ուղղությամբ։ Խոսելով Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններից, Պաշտոնյան տեղեկացրել է, որ տարբեր մակարդակներով երկխոսությունը շարունակվում է։ Ֆիդանի խոսքով Հայաստանը բաց է երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայաստանը մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ցուցաբերում է կառուցողական դիրքորոշում։ Մենք անկեղծորեն առաջ ենք մղում մեր համատեղ աշխատանքը կոնկրետ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Վոլոդիմիր Զելենսկին բանակցություններ կվարի Թուրքիայի իր գործընկեր Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Նախորդին Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման մասին։ Նա նախատեսում է քննարկել Ուկրաինայի համար արդար խաղաղության հասնելու ուղիները։ Հայաստանի պետնախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Իրանի տնտեսական հարցերի եւ ֆինանսների փոխնախարար Մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիին։ Այս մասին տեղեկանում ենք պետնախագահի Facebook-յան էջից։ Հակոբյանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրի միջև միջսահմանային առևտրային հոսքերի եւ հսկողական գործառնությունների դյուրացման ուղղված երկկողմ համագործակցության հարցեր։ Երկուստեք վերահաստատել են պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը հայ-իրանական սահմանում պարզեցված Մաքսային միջանցք նախագծի ներդրման ուղղությամբ։ Հակոբյանն ու Ասգարին անդրադարձել են Հայաստան-Իրան մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման մանրամասներին, նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման վերաբերյալ հարցին։
Մաքսային բարեփոխումներով նախատեսում են առաջիկա տարիներին սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով։ Հակոբյանն ընդգծել է, որ ներկայում հասել են բեռնատարների օրական միջին թողունակության էականորեն բարձր ցուցանիշների, նաև զգալի աճ են գրանցել Հայաստան-Իրան առևտրաշրջանառության ծավալներում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը Թեհրանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Ֆրիդրիխ Շտիֆտի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի զբաղվել միջուկային զենք արտադրելով, հաղորդում է ԻՌՆ-ն։ Փեզեշքյանը նշել է, որ երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունները միշտ եղել են բարեկամական, կառուցողական եւ հիմնված փոխադարձ հարգանքի վրա, հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է խորացնել եւ ընդլայնել կապերը բոլոր ոլորտներում։ Իրանի նախագահը հավելել է, որ իր կառավարության ձևավորման առաջին իսկ օրերից քննադատները փորձել են խաթարել Իրանի դրական ներգրավվածությունը միջազգային հարաբերություններում, կեղծ պնդումներ անելով եւ կասկածի տակ դնելով Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ Փեզեշքյանն ընդգծել է, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք մշակել եւ որ երկրի միջուկային ծրագիրն ամբողջությամբ կենտրոնացած է խաղաղ միջուկային ներուժի օգտագործման վրա, հանուն առողջապահության, բժշկության, արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության եւ տեխնոլոգիայի ոլորտներում հանրային կարիքների բավարարման։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը Թրամփի հետ երկկողմ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք համաձայնագրի կնքմանը Ամերիկայի եւ Իրանի միջև։ Ըստ իս, Իրանը շատ է ցանկանում գործարք կնքել։ Թրամփն իր հերթին նշել է, որ Միացյալ Նահանգները բաց է բանակցությունների համար։ Վատ չէր լինի Իրանի հետ գործարք կնքել եւ մենք պատրաստ էինք դա անել դեռ պատերազմից առաջ, բայց դրանից ոչինչ չստացվեց։ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգներն ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների հետ խորհուրդ են ներկայացրել բանաձևի նախագիծ Իրանի միջուկային օբյեկտներ եւ հարստացված ուրանի պաշարներին հասանելիություն ապահովելու պահանջով, հաղորդում է Reuters-ը հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրի համաձայն նախագիծը ամենայն հավանականությամբ կընդունվի նոյեմբերի 19-ին։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ համապատասխան ենթակառուցվածքների վրա հարձակումներից հետո երկրում ուրանի հարստացում չի իրականացվում։ ԵՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև։ Այն տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև հոկտեմբերի 21-ին Ժնևում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։ Հանդիպան ընթացքում կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը եւ կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի նաև գործընթացին երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարևորության վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին։ Երկուստեք շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության կարևորությունը։ Ռուսաստանը պահանջում է Բաքվից արտահանձնել Դաշնության գլխավոր շտաբի գլխավոր վարչության ենթադրյալ գործակալ Յարոսլավ Միխայելովին, որը կասկածվում է 2024 թվականի ամռանը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Լեհաստանի բեռնափոխադրող ընկերությունների պահեստներում պայթյուններ կազմակերպելու համար։ The Washington Post-ի տվյալով արևմտյան հետախուզական ծառայությունները փորձում են առաջ անցնել Մոսկվայից եւ կանխել Միխայելովի վերադարձը Ռուսաստան։ Հաղորդվում է, որ պայթյուններից հետո Միխայելովը կեղծ փաստաթղթեր է ձեռք բերել եւ փախել Ադրբեջան։ Ըստ պարբերականի, այժմ արևմտյան եւ ռուսական հետախուզական գործակալությունները փորձում են ճնշում գործադրել ադրբեջանական իշխանությունների վրա, սակայն Բաքուն մերժում է Միխայելովի արտահանձնման բոլոր հարցումները։ 2025 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Վրաստանից ներմուծել է 150.7 միլիոն դոլարի տեղական արտադրանք։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին նշված է Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության զեկույցում։ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանից Ադրբեջան տեղական արտադրանքի արտահանման ծավալն աճել է 29.2%-ով։ Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը Վրաստանի տեղական արտադրանքի արտահանման 5.7%-ով իր հիմնական գործընկերների շարքում զբաղեցրել է 6-րդ տեղը Ռուսաստանից, Թուրքիայից, Չինաստանից, Բուլղարիայից եւ Հայաստանից հետո։ Հարևան երկրից արտահանվող տեղական արտադրանքի 10 հիմնական տեսակների մեջ են մտնում թանկարժեք մետաղների հանքաքարերը եւ խտանյութերը, գինին, սպիրտային խմիչքները, ֆերոհամահալվածքները, բնական հանքային եւ գազավորված ջրերը, լիմոնադը, ընկույզը եւ գետնանուշը, հանքային պարարտանյութերը եւ այլն։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։